Մեր պահանջը այսօր եկեք, այստեղ շատ քարտ հայտնի կներկայացնեք ինչ եք պահանջում, մեկ շաբաթ չեք աշխատում։ Եվ ինչու եք այսօր այստեղ։ Դե ուղղակի մտահոգ ենք, հանկարծակի աշխատանքի չեն կարողացել գալ։ Մտահոգված ենք, ոնց որ սովորական բոլոր մարդիկ, ամեն մեկը իր խնդիրներն ունի, եկել ենք չեն կարողանում աշխատենք։ Միշտ էլ եղել են ստուգումներ, զուգահեռ աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել, ոչ մի բան չենք խոչընդոտել, ամեն հարցել պատասխանել ենք, նորմալ աշխատանքը գնացել է, թե ինչա հիմա այս կարգի փակ, որ չեն կարողանում եւ համ, չգիտեմ, զուգահեռ ստուգումներ գնա, որտեւ ինչ աշխատում եմ այստեղ, ես այնպիսի շրջան չի եղել, որ գործանում ստուգողներ չլինեն, միշտ եղել են, միշտ էլ բաց աշխատել ենք, ոչ մի խնդիր չի եղել, հիմա պարզ չի ինչա կոնկրետ այս կարգի փակ, որ այսքան մարդ կոպիտ ասած անգործ է մնացել եւ կարծում եմ բոլորին հայտնի է որ չկա մեկը որ այստեղ վարկ չունենա, խնդիր չունենա ուղղակի չեմ պատկերացնում ոնց պիտի լինի առանց աշխատանք, չեմ կարողանում հասկանալ ու ոչ մի բան տնօրենին հարցնում ենք, տնօրենն ասում է ես չգիտեմ ոչ մի բան որ ձեզ ինչ որ բան բացատրեմ, ասեմ երկար փակ մնաց, ինչպես եք ապրելու Լավ ստիկ։ Այո, շատ մեծ խնդհարց է, այսքան ժողովուրդ անգործ մնալով, ոնց է ապրելու, ոնց է իր կարիքները հոգալու, դա մեծ խնդիր է, այդ պահանջով ենք մենք այսօր այստեղ։ Մինչև երբ։ Այդքան։ Օրվա հացի խնդիր է, իհարկե, մենք հարյուրավոր աշխատողներ ունի գործարանը, երբեք աշխատավարձի ուշացում չի եղել, պարբերաբար միշտ ստացել ենք աշխատավարձ, երբեք խոչընդոտ չի եղել աշխատանքի, հանկարծակի ենք եկել այսպես, փակել են գործարանը։ Շատ լավ կոլեկտիվ ունենք, լավ թիմ ունենք, ինձ թվում է բոլորն էլ գիտեն դրա մասին, բոլորը շատ լավ մարդիկ են, հիմա ամեն մեկը իր խնդիր ունի, պարտադիր չի, ասենք մեկը կանգնի լացիաս ես հաց փոխչեմ, բայց բոլորը խնդիր ունեն այստեղ, ու ինչ ենք անելու այդ հարցը, ինձ թվում է այդ հարցը մենք չպետք է տանք, մեր ղեկավարները, պետական ղեկավարները պիտի ասեն, ժողովուրդ ջան, դուք էլ եք մեր ժողովուրդը, այ եկեք այսպես պիտի անենք, չկա ոչ մի բան, ոչ մի պատասխան չկա ինչ պիտի անենք, հիմա չենք աշխատում, հարգելի ղեկավարներ, ինչ ենք անելու մենք, եկեք պատասխան տվեք մեզ։ Նոր գործ եք ընտրելու, պայքարելու եք այս աշխատատեղի համար։ Պայքարելու ենք մեր աշխատանքի համար, մենք սիրում ենք մեր գործարանը, մենք սիրում ենք մեր գործը, մեր կոլեկտիվին, չգիտեմ, ես 15 տարի այստեղ եմ աշխատում, չեմ պատկերացնում, որ առավոտյան ասենք եկել ենք ու չեն կարողանում մտնենք աշխատել։ Վերջին ինչի համար, եթե մենք դիտարկենք շուկան եւ մեր արտադրանքը, որը մենք թողարկում ենք, շատ մրցունակ արտադրանք ենք թողարկում, բարձրորակ, երբևէ որևէ խոչընդոտ որակի հետ կապված երբևէ չենք ունեցել, նորմալ աշխատել ենք, նորմալ արտադրանքը թողարկվել է, աշխատողները նորմալ ստացել են իրենց աշխատավարձները, ամեն ինչ հստակ հարթ ընթացել է եւ հանկարծ մեկ օր գալիս ենք ու փակ է գործարանը։ Իսկ հարցերը պետք է լուծվեն վի մակարդակում ինչ հարցեր են, մենք աշխատողները տեղյակ չեն, աշխատողներին դա չի վերաբերվում, իրենք իրենց օրվա հացի խնդրի համար են այստեղ բոլորը։ Որ բաժնի աշխատակիցներ։ Ես լաբորատորիայի։ Իշխանության այս վերաբերմունքի մասին ինչ կասեք, այսքան մարդ արտադիր կողմնակցել չի աշխատում։ Հենց դա է, իշխանությունը մտածում է ինչի մասին, իր պետք է մտածի իր աշխատակիցների ժողովրդի մասին, այսպես են մտածում ժողովրդի մասին, անգործ թողնելով ժողովրդին, օրվա աշխատավարձի չունենալով, այսպես են մտածում ժողովրդի մասին։ Օրինակ ձեր աշխատացի դիմաց պետությունը կտակ ու Չգիտեմ, ես հումորով եմ վերաբերվում, չեմ կարծում։ Իհարկե, ես չգիտեմ, որտեղից պետք է տան, ես չեմ կարծում, որ մենք որևէ տեղից գումար կստանանք մեր պարապուրդի համար եւ ինչ պիտի անի ժողովուրդը։ Իհարկե, բնականաբար ստուգումները կարող են զուգահեռ աշխատանքին ընթանալ, ժողովուրդը աշխատի, իր աշխատավարձը բնականաբար ստանա, ստուգումները զուգահեռ ընթանան, ոչ մի խնդիր։ Բաց է աշխատանքը։ Հենց առաջի գործը շրջայց անելն է, որպեսզի տեսնենք տակառներ ունենք, բուտեր ունենք եւ վերջունես չի որ ամեն ինչ 100% անոցա, միտեղ կաթոց կա, միտեղ ինքը բավականին թանկ արտադրանք է, կոնյակի սպիրտը ինքներդ էլ գիտեք, կոնյակը ինչ արժի։
20-30 տոննանոց տարաներ ունենք, որ անընդմեջ դրանք հսկողության տակ են, որ կաթոց չլինի, վերջ մի փոքր, չգիտեմ, մի հատ ռետինի կտոր, եթե հանկարծ պատրվի, ամբողջ այդ տարան գնալու է կոյուղի։ Ես նյութական պատասխանատու եմ, ուզում եմ հասկանամ, դրա պատասխանը ով է տալու։ Ես տնօրենին եմ այն օրը հարցրել, այստեղ քննչական կոմիտեից գեղեցկադեմ երիտասարդ կար։ Ասի որ հանկարծ ասում է չենք թողի պայթի, ասում եմ պայթելու խնդիրը չի, բա որ հանկարծ մի հատ պահամանից կաթոց գնա ու այդ կաթոցը մեծանա, մենք ստեղ չենք, չէ՞ կարող վերահասկենք։ Այս գործարանը ընդամենը մի օր է փակ լինում, 6 օր անընդմեջ շրջայցին մեջ ենք, անընդհատ ինքը գործող գործարան է։ Ինչ ա լինելու, ես չգիտեմ, ով է դրա պատասխանը տալու, եթե մեկը որոշում է կայացրել, որ պիտի այս գործարանը կապարակ ընկվի, արդյոք ասենք մտածել են տեխնիկական խնդիրների մասին, մտածել են մարդկանց մասին, ասենք այս մարդիկ ինչ պիտի անեն, լիքը հարցեր կա, լիքը հարցականներ կա, եթե չեք մտածել, խնդրում եմ, հիմա մտածեք, մենք դրա կարիքն ունենք, ուզում եմ, որ դուք մտածեք, տեսնեք, այստեղ կանգնած ենք, ամեն մարդ իր բաժինն ունի, իր խնդիրներն ունի, ոնց ենք անելու։ Իհարկե, ինքը իհարկե, քննչական կոմիտեի ներկայացուցիչը, որ էստեղ էր, ասեց ուշադիր նայեց, ինքը հարցը հուսով եմ հասկացավ, հաստատ հասկացավ, բայց հաստատ համոզված եմ, որ ինքը այդ նրբերանգներին չի տիրապետում։ Ինքը զարմացած նայեց, ասում է դե գրեք կետերով ձեզ ինչա հետաքրքրում, ինչից եք անհանգստանում, մենք դա կքննարկենք։ Հիմա օրինակ ես 4-5 օր առաջ եմ եկել շրջայցի իմ արտադրամաս։ Ես հիմա չգիտեմ էլ ներսում մտնեմ ինչ-որ մի բան թափված կլինի, թե չէ։ Եվ դա նենց չի, որ միշտ էլ լինում է արտադրություն է, չի լինում, ասենք, այդ ով է տեսել, որ 100%-անոց, ասենք, ինչ-որ մի բան լինի։ Միշտ խնդիրներ լինում է։ Ուղղակի մեր խնդիրը ինչումն է, տեղում լինել, որ կանխենք այդպես վտանգները։ Մենակ քո պայթելը չի, հա հիմա, ասենք, հոսանքազրկել ենք, պայթուն չի կարող լինել։ Բայց չէ՞ որ կարող է թափվի։